Բարև։ Գնալով ավելի ու ավելի շատ հետազոտություններ վկայում են, որ մանկության տարիներին մեզ ձևավորում է ոչ թե ուղղակի միջավայրը, այլ կոնկրետ սոցիալական կապերը։ Ու դա վերաբերում է ոչ միայն մարդկանց։ Ավստրալիացի գիտնականների նոր աշխատանքը ակնհայտորեն ցույց է տալիս, ինչպես են վաղ կոնտակտները, լինեն դրանք խաղաղ, կոնֆլիկտային, պատահական կամ հաճախակի, ուղղակի կերպով փոխում թռչունների կոգնիտիվ կարողությունները։ Ոչ թե սովորական թռչունների, այլ Ավստրալիայի ամենախելացի փետրավորների, սուլորտ ագռավների։ Առաջին հայացքից գաղափարը պարզ է, որքան հարուստ է երիտասարդ օրգանիզմի սոցիալական կյանքը, այնքան ճկուն է նրա մտածելակերպը հասուն տարիքում, սակայն գիտափորձերի մեծ մասը ուսումնասիրում են միայն խմբի չափերը, որում աճում է կենդանին։ Արևմտյան Ավստրալիայի համալսարանի հետազոտողները որոշել են ավելի հեռուն գնալ եւ հաշվի առնել ամեն ինչ՝ ով ում հետ է խաղում, ով է ում վռնդում, ով է ում սուլում ու ով է բոլորից առանձին։ Ու պարզվել է, որ այս կապերի բնույթը շատ ավելի կարևոր է, քան երամում հարևանների սովորական քանակը։ Մեկ տարվա ընթացքում կենսաբանները հետևել են, թե ինչպես են մեծանում երիտասարդ ագռավները, ով է ավելի հաճախ ծեծկռտուք կազմակերպում, ով է արձագանքում ցեղակիցների կանչին, ով է նախընտրում մի կողմ քաշված մնալ։ Այս տվյալները գիտնականները համադրել են ասոցիատիվ ուսուցման կոգնիտիվ թեստերի արդյունքների հետ։ Դրանք յուրահատուկ ուսուցողական խնդիրներ են, որոնցում թռչյունը պետք է ընտրի կափարիչի ճիշտ գույնը համեղ ուտելիք ստանալու համար։ Ու ահա թե ինչ է պարզվել։ Ձագերը, որոնք ավելի ակտիվ են հաղորդակցվել մյուսների հետ, լինի դա վոկալի թե բախումների տեսքով, հասուն տարիքում ավելի լավ են լուծել խնդիրները։ Ընդ որում, հաղորդակցության բնույթը գրեթե դեր չի խաղացել։ Ձագը կարող է լինել ակտիվ ձայնարկող, ով անդադար աղմկում է, կամ աութսայդեր, ում բարբերաբար ճնշում են։ Երկու դեպքում էլ կոգնիտիվ թեստերում գերազանց ստանալու հավանականությունն ավելի բարձր էր, քան հանգիստ ու քիչ շփվող թռչունների մոտ։ Այսպիսի արդյունքն օրինաչափ է, մեծ խումբն ինքն իրենով սոցիալական փորձառություն չի երաշխավորում։ Իսկ այ կոնկրետ կոնտակտները երաշխավորում են, դրանք պահանջում են ինֆորմացիայի արագ վերլուծություն, ակնթարթային ռեակցիա ազդանշաններին, ինչպես նաև անդադար շրջապատի մյուս թռչունների տրամադրությանը հետևել։ Այս ամենը կոգնիտիվ հմտությունների իսկական վարժանք է։ Ավստրալիական սուլորտ ագռավները իդեալական մոդել են նման ուսումնասիրությունների համար։ Նրանք խելացի են, հետաքրքրասեր, ապրում են կայուն խմբերում եւ հանգիստ թույլ են տալիս ուսումնասիրել իրենց։ Քաղաքային պոպուլյացիաներից մեկին գիտնականները հետևում են արդեն ավելի քան 10 տարի։ Թռչուններից շատերին օղակներ են ամրացված, նրանց տարիքը ճշգրիտ հայտնի, իսկ նրանք արդեն այնքան են սովորել հետազոտողներին, որ ընդհանրապես չեն վախենում։ Դա թույլ է տալիս թեստերը անցկացնել զարգացման խիստ սահմանված փուլերում բնից թռչելուց 100, 200 եւ 300 օր հետո։ Փորձարարական, ուսուցողական խնդիրները եղել են բավականին պարզ, սակայն պահանջել են կենտրոնացում։ Կա երկու կափարիչ, երկուսն էլ նույն գույնի, սակայն մի փոքր տարբեր երանգների։ Դրանցից մեկը ճիշտ կափարիչն է, այսինքն դրա տակ համեղ ուտելիքը։ Թռչյունը կարող է սխալվել, վերադառնալ ու փորձել նորից, ու եթե նա դրանից հետո կայուն կերպով ընտրում է ճիշտ գույնը, համարվում է, որ հանձնարարությունը յուրացված է։ Յուրաքանչյուր թռչուն օրական կատարել է մինչև 50 նման թեստ։ Դրան զուգահեռ մանրակրկիտ գրանցվել են բոլոր սոցիալական հաղորդակցությունները խաղերից մինչև հյութեղ բզեզի համար ծերծկռտուք։ Ընդհանուր առմամբ հավաքվել է դիտարկումների ավելի քան 700 ժամ։ Ու երբ այդ տվյալները համադրվել են կոգնիտիվ թեստերի արդյունքների հետ, պարզ է դարձել, որ սոցիալական ակտիվությունն ավելի ուժեղ է ազդում ուղեղի զարգացման վրա, քան երամի չափերը կամ այլ առանձնյակների մոտիկությունը։ Հատկապես հետաքրքիր է, որ հաճախ ագրեսիայի ենթարկվող ձագերը նույնպես բարձր արդյունքներ են ցույց տվել։ Հնարավոր է ճնշման տակ զարգանում է արագ որոշումներ կայացնելու հմտությունը, որպեսզի կենդանին հասցնի ժամանակին փախչել կամ հետ խլել իր բաժին սնունդը։ Նման պատկեր դիտարկվում են նաև որոշ պրիմատների մոտ, երբ ցածր ռանգի առանձնյակները հաճախ ավելի խելացի են եւ հնարամիտ։ Այդուհանդերձ, սա առայժմ հիպոթեզ է։ Դեռ ապացուցված չի կապը սուլորտ ագռավների մոտ ագրեսիայի եւ բնական պայմաններում հաջողակ լինելու միջև, սակայն ակնհայտ է, որ շրջապատի իրավիճակի մշտական վերահսկողությունը եւ այլ թռչունների ազդանշաններին ուշադիր հետևելը հրաշալի դպրոց են ապագա կոգնիտիվ հմտությունների համար։ Հետազոտողները նշում են, որ ասոցիատիվ ուսուցումը խնդիրների ընդամենը մեկ տիպ է։ Հետաքրքիր կլիներ ստուգել նույն թռչունների տարածական հիշողությունը կամ վերաուսուցման կարողությունները։ Հնարավոր է ծեծված գերազանցիկները իրենց լավ կդրսևորեն նաև այստեղ։ Իսկ առայժմ ավստրալիական խմբի աշխատանքը գալիս է կարևոր ընդհանուր եզրակացության։ Ինտելեկտը ոչ միայն գենետիկական է, այլև սոցիալական միջավայրը։ Փոքր հասակում օրգանիզմի ստացած կոնտակտների քանակությունն ու բազմազանությունը որոշում են նրա ապագա կոգնիտիվ պոտենցիալը։ Մասնավոր տիեզերական ինդուստրիան հերթական խոշոր քայլն է անում։ Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել է իր New Glenn ծանր հրթիռի նոր տարբերակի մշակման մասին։ Խոսքը գերծանր մոդիֆիկացիայի մասին է, որը ստացել է New Glenn 9X4 անվանումը։ Հրթիռը ստեղծվում է ծանր բեռներն ուղեծիր հանելու եւ երկարաժամկետ բազմակի օգտագործման համար։ Ու գլխավորը այն կկարողանա լուսնի թռիչքի ուղեծիր հասցնել ավելի քան 20 տոննա բեռ։ Ընթացիկ New Glenn հրթիռը ստեղծվել է ավելի քան 10 տարվա ընթացքում եւ առաջին
անգամ թռել է 2025 թվականին։ Այն ունի 7 մետրանոց շրջհոսիչ, ցածր ուղեծիր է, հանում մինչև 45 տոննա եւ մինչև 7 տոննա կարողանում է հասցնել լուսնային թռիչքի ուղեծիր։ Արդեն երկրորդ թռիչքի ընթացքում Blue Origin-ի ինժեներները իրականացրել են ծովային պլատֆորմի վրա առաջին աստիճանի վերադարձը, այսինքն բազմակի օգտագործման կոնցեպտը ընկերությունը պրակտիկ առումով իրացրել է։ Սակայն գերծանր դասից պահանջները ավելի շատ են։ New Glenn 9X4-ը կստանա 9 Hot-B E4 մեթան թթվածնային շարժիչ առաջին աստիճանի վրա եւ 4 ջրածնային BE3U շարժիչ երկրորդի։ Նոր հսկան կկարողանա ցածր ուղեծիր հանել ավելի քան 70 տոննա օգտակար բեռ, ավելի քան 14 տոննա գեոստացիոնար ուղեծիր եւ ինչը հատկապես կարեւոր է, ավելի քան 20 տոննա լուսնի ուղղությամբ։ Սա արդեն մակարդակ է, որը սահմանային էր համարվում մի քանի տասնամյակ առաջ։ Գլխային շրջհոսիչը կընդլայնվի մինչև 8.7 մետր, իսկ ընդհանուր բարձրությունը կհասնի 120 մետրի, այնպես որ Blue Origin-ի նոր հրթիռը կլինի ավելի բարձր, քան լեգենդար Saturn 5-ը։ Երկու կրողներն էլ, թե New Glenn 7X2-ը, թե ապագա New Glenn 9X4-ը կստանան ավելի բարձր քարշուժով նորացված շարժիչներ եւ լրիվ մոդեռնիզացված կառավարման համակարգ, այդ թվում առաջին աստիճանի վերադարձի համակարգը։ Առաջին նման թարմացումները կներդրվեն արդեն առաջիկա մեկնարկներին։ Այս նորությունների ֆոնին շարունակում է աճել մրցակցությունը ծանր եւ գերծանր սեգմենտում։ Blue Origin-ի գլխավոր մրցակից SpaceX-ը արդեն ակտիվորեն թռչում է Falcon Heavy գերծանր հրթիռով եւ մշակում Starship հեռանկարային հրթիռի աստիճանական համակարգը։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը Մայքլ Կրայտոնի գրքի հիման վրա նկարված Անդրոմեդա շտամն է։ Նյու Մեքսիկո նահանգի հեռավոր ռազմակայանում արբանյակ է ընկնում։ Մի քանի ժամից մոտակա փոքր քաղաքի բոլոր բնակիչները մահանում են, անհայտ մանրեն, նրանց արյունը վերածում է փոշու։ Այսպես է սկսվում Անդրոմեդա շտամը, կենսաբանական սպառնալիքի մասին գիտականորեն ամենաճշգրիտ ֆիլմերից մեկը։ Գիտնականների թիմն իջնում է ստորգետնյա լաբորատոր համալիր, որտեղ ամեն ինչ կառավարվում է ավտոմատ համակարգերի սառը տրամաբանությամբ։ Նրանք պետք է պարզեն, ինչ այլմոլորակային կյանք է դա, ինչու է այն ավելի արագ մուտացիայի ենթարկվում, քան ցանկացած հայտնի օրգանիզմ եւ ինչպես կանգնեցնել դրա տարածումը, քանի դեռ աղետը դուրս չի եկել նահանգի սահմաններից։ Ֆիլմը ցույց է տալիս գիտությունն այնպես ինչպես կա՝ ընթացակարգեր, սխալներ, հիպոթեզներ ու պայքար ժամանակի դեմ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի պատահական մանրե կարող է հարցականի տակ դնել անվտանգության ամբողջ մարդկային համակարգը, ու այն մասին, որ երբեմն ամենավտանգավոր հայտնագործությունները գալիս են ոչ թե տիեզերքից, այլ մեր ինքնավստահությունից։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։